Օրեր առաջ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվեց եւս մեկ պատմական վավերագրով։ Իրանահայ մի բարերար ամենայն հայոց կաթողիկոսին Ղրիմյան հայրիկի այս կոնդակը նվիրեց։ Ղրիմյան հայրիկը կոնդակը գրել է 1906 թվականին, այստեղ հայրապետը տեղեկացնում է, որ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ է նշանակել Եզնիկ եպիսկոպոս Ապավունուն։ Մայրաթորի արխիվում կաթողիկոսական տարբեր կոնդակներ են պահվում, ամենահինը Փիլիպոս Աղբակեցու կոնդակն է 17-րդ դարի։ Ամեն կաթողիկոս ունեցել է կոնդակի իր ձևն ու զարդամոտիվները, սակայն բոլորի վրա արկա է կաթողիկոսական կնիքը։ Մինչև Գևորգ 5-րդ կաթողիկոսը կոնդակները հիմնականում ձեռագիր են եղել, կնիքը դրվել է վերևում։ Մենք այս երևույթից ներշնչված, ոգևորված կուզենք մեկ անգամ եւս դիմել մեր բարեպաշտ հավատացյալներին, որպեսզի իրենց մոտ իպահ եղած արխիվային կարևոր պատմական վավերագրերը, ձեռագրերը հանեն եւ փոխանցեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որպեսզի այդ փոքրիկ մասունքների շնորհիվ կարողանանք վերականգնել մեր պատմության խճանկարի ամբողջությունը։ Կոնդակի նվիրատուն իրանահայ Հուսիկ Բուդաղյանն է։ Առաջին անգամ Հայաստան եկել է քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարություններին մասնակցելու կապակցությամբ։ Երկար ժամանակ է պահանջվել, մինչև փաստաթուղթը հասնի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Սահմանային անցակետերում խնդիր է եղել կոնդակն անցկացնելը։ Ղրիմյան հայրիկի կոնդակը պարոն Հուսիկին հասել է պապերից։ Ժամանակին, երբ Թավրիզում ոչնչանում էին եկեղեցական արժեքավոր իրեր ու փաստաթղթեր, թալանվում սրբավայրեր, Հուսիկ Բուդաղյանի նախնիները դրամով, տարբեր միջոցներով ձեռք են բերել այդ իրերն ու խնամքով պահել իրենց մոտ։ Այդպես սերնդեսերունդ փոխանցվել է եւ յուրաքանչյուրն իր որդուն կոչ է արել հնարավորության դեպքում այն հանձնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Բերեր իմ ծանրացած իմ ուսերից իմ թե հորս գտակը եւ կարգադրությունը, որ ես պիտի կատարեմ, բերեցինք, որ հանձնենք ծնված գետից գնացած 106 տարի հեռացված կոնդակը, ուրեմն նորից որփությունից ազատվի եւ վերադառնա իր ծննդավայրը։ Հուսիկ Բուդաղյանի մյուս երազանքն է տիկնոջ հետ հայրենիք տեղափոխվել ու կյանքի մնացած օրերը այստեղ ապրել։ Իդեպ Ղրիմյան հայրիկի այս կոնդակը Ղրիմյան թանգարանում կցուցադրվի թանգարանի նորոգումից հետո։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։